Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության շրջանակում երկրում մեկնարկել են համատեղ ավիացիոն մարտավարական Թուրաս-Քարթալ 2026 զորավարժությունները, այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման ոլորտում, փորձի փոխանակման, անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման և փոխգործակցության ամրապնդման նպատակով։ Գերմանիայի կանցլեր Մերցը խոստովանել է, որ Ուկրաինան հնարավոր է ստիպված լինի գնալ տարածքային զիջումների Եվրամիությանը միանալու համար, ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, հուսանք նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում կարող է պարզվել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս չի լինի ուկրաինական։ Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է դրա մասին հայտնել Ուկրաինայի բնակչությանը և ստանալ մեծամասնության աջակցությունը, իսկ դրա համար նա պետք է անցկացնի հանրաքվե, ապա նա պետք է միաժամանակ ասի նրանց. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը», հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունից հետո աշխարհի աչքերը կբացվեն Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքի նկատմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, խոսելով Իրանից եկող իրական սպառնալիքի մասին։ Նա ասել է, որ Թեհրանը ձգտում է միջուկային զենքի աշխարհի հետ անել այնինչ այժմ փորձում է անել Հորմուզի նեղուցում նավթի հետ։ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը լրջորեն թույլատրել է Իրանին։ Ըստ նրա, Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները շատ փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի ԱՄՆ-ն պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերի։ Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական տարածքը, որպեսզի կարողանա գրավել այլ տարածքներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Եթե Ռուսաստանը հաջողության հասնի մեկ երկրի նկատմամբ, ապա նույնը կանի նաև մյուսների հետ։ Ռուսաստանը հենց այդպես էլ վարվեց Մոլդովայի մի մասը, Վրաստանի մի մասը, Ղրիմի գրավումը և Դոնեցկի օկուպացիան, Բելարուսի ենթարկեցումը, լայնածավալ պատերազմ Ուկրաինայի դեմ, նշել է նա։